Հայաստանը պետք է պատրաստ լինի ռուսական գազը գնել եվրոպական գներով, պետք է պատրաստ լինի հեռանկարին, որ Ռուսաստանի հետ ավիահաղորդակցություն չի ունենա, պետք է պատրաստ լինի նաև հեռանկարին, որ ռուսական շուկան կարող է փակվել հայկական արտադրանքի առաջին հերթին գյուղմթերքի համար։ Դրա հետ միասին Մոսկվայից հիշեցնում են, որ Ռուսաստանի Դաշնությունում այսօր ապրում է մոտ 2 միլիոն հայ, եւ այս պահին չես կարող ասել Մոսկվան նրանց դիտարկում է որպես Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի վրա ազդելու գործիք, թե որպես Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա ազդելու լծակ։ Ռուսաստանը սկսել է բացել փակագծերը Պուտին-Փաշինյան վերջին հանդիպումից հետո, ու այս ամենի հետ ինչ կապ ունի Ղարաբաղը։ Ողջույն, ես Նորայր Հովսեփյանն եմ, իսկ սրանք թեմաներն են, որոնց մասին խոսելու ենք առաջիկա րոպեների ընթացքում։ Օրվա թեմաներին անցնելուց առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ YouTube-յան ալիքի բոլոր հետևորդներին, առանձին ջերմությամբ ուզում եմ ողջունել բոլոր նրանց, ովքեր վերջին օրերի ընթացքում հենց հանգստյան օրերին են միացել մեզ։ Իսկ նախագծին աջակցելու համար շնորհակալություն եմ հայտնում Իվան Ավանեսյանին։ 3 հարության տոններ այսօր էլ մեռելոսն է, բայց անգամ հոգևոր այս կարևոր օրերը հանդարտ չանցան։ Փաշինյանը զատկական պատարագին մասնակցել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։ Փոքր միջադեպերը չհաշված պատարագը հանգիստ է անցել։ Համենայն դեպս օրվա լրահոսում նոր ձերբակալությունների ու քրեական գործերի մասին տեղեկություններ կարծես թե չկային։ Գարեգին II-ն էլ զատկական պատարագին մասնակցել է Էջմիածնում հարության տոնի առթիվ։ Իր խոսքում կաթողիկոսը կրկին անդրադարձել է արցախյան թեմատիկային։ Արցախյան ողբերգական պատերազմից տարիներ անց տագնապներն ու մտահոգությունները չեն լքում մեր սրտերը, ասել է ամենայն հայոց կաթողիկոսը։ Մեր ժողովուրդը լավագույնս գիտի արժեքը խաղաղության ու անվտանգության, որի համար ազգի զավակները վճարել են իրենց կյանքով, դեռ թարմ են մեր կրած վշտերն ու վերքերը, որոնց ցավն այսօր էլ խորանում է արցախահայության իրավունքների ոտնահարումով, պատանդարված մեր հայրենակիցների ապօրինի ազատազրկմամբ, նշել է վեհափառը։ Արցախի դրոշը բարձրացվել է Երուսաղեմում, չնայած այս դեպքում ավելի բնութագրական կլիներ ասել կախվել է։ Ամեն դեպքում Սուրբ Զատկի տոնակատարությունների ընթացքում Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում ցուցադրվել է Արցախի դրոշը, այդ մասին հայտնել ու լուսանկար է հրապարակել Լիբանանի հայ համայնքի Facebook-յան էջը։ Շարունակենք Արցախի թեման ու գնանք Մոսկվա։ Պուտինը խուսափում է Ղարաբաղի թեմայի հետ որևէ կապ ունենալ, փոխանցում են Ռուսաստանի մայրաքաղաքից։ Պեսկովի խոսքով միակ բանը, որ ցանկանում է Պուտինը, այն է, որ Ղարաբաղի հարցը քննարկելիս հերթական անգամ Ռուսաստանին չհիշատակեն, քանի որ դա ամբողջությամբ որոշումն է այն ղեկավարությամբ, որը Երևանում իշխանության ղեկին է։ Ռուսաստանն այստեղ բացարձակ որևէ կապ չունի, նշել է Կրեմլի խոսնական։ Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը եւ հաջորդիվ ռուս պաշտոնյաների կողմից Արցախի հիշատակմանը։ Ոչ մի երկիր, այդ թվում Ռուսաստանի Դաշնությունը, երբևէ կասկածի տակ չի դրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Ղարաբաղյան տարածաշրջանը։ Կրկին ռուսաստանյան կողմին ենք հայտնում մեր ակնկալիքներն առ այն, որ Ադրբեջանի ինքնիշխանությանը վերաբերող հարցերը հանրային քննարկման առարկա չեն դառնա ներկա ժամանակահատվածում, երբ ռուս-հայկական հարաբերությունները բարդ են, ասված է հայտարարության մեջ։ Հիշեցնեմ, որ Մոսկվայում Պուտինն ու Փաշինյանը վիճում էին, թե ով է առաջինը Ղարաբաղը, այսպես ասած,
ճանաչել Ադրբեջանի կազմում։ Բաքվից ասացին, որ ոչ ոքի Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչվել էր ավելի վաղ և դրա դեմ ոչ ոք չէր առարկել ոչ Ռուսաստանից և ոչ էլ Երևանից։ Ռուսաստանից հաստատեցին, որ Հայաստանում սպասվող ընտրությունների թեման բավական մանրամասն քննարկվել է Մոսկվայում։ Կրեմլի խոսնակը փոխանցել է, որ Պուտինն ու Փաշինյանը վերջին հանդիպման ժամանակ զրուցել են մոտ 2 ժամ, և այդ ընթացքում կողմերը միմյանց են ներկայացրել իրենց դիրքորոշումները, ուշադրություն Հայաստանի Հանրապետությունում առաջիկա ընտրությունների համատեքստում։ Եթե հիշում եք, հանդիպման լուսաբանված հատվածում ևս կողմերը բավական ժամանակ են հատկացրել հենց այդ թեմային։ Պուտինի հրապարակային հորդորը Փաշինյանին, մեղմ ասած, բավական տարօրինակ էր։ Պատկերացնում եք, օտար երկրի ղեկավարը միջնորդում է, որ իր երկրի անձնագիր ունեցող հայերը Հայաստանի ներքաղաքական կյանքին լիարժեք մասնակցելու հնարավորություն ունենան։ Ընդ որում Պուտինը նաև թիվ է ասում, ըստ որի Ռուսաստանում ավելի քան 2 միլիոն հայ է ապրում։ Եվ այս պահին չես կարող հստակ ասել Մոսկվան նրանց դիտարկում է որպես Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի վրա ազդելու գործիք, թե որպես Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա ազդելու լծակ։ Կարծում եմ երկուսն էլ ընդունելի են ըստ իրավիճակի։ Ասեմ անկեղծ, Հայաստանի այսօրվա վարչապետի հետ շատ բաներում համաձայն չեմ, փաստը, որ նա շատ կարևոր հարցերում աննկարագրելի արագությամբ իր կարծիքն ու գնահատականը փոխում է, ինձ համար անընդունելի և անհասկանալի է, բայց երբ դրան հակադրում ես հեռանկարը, որ նրա փոխարեն առաջարկվում է այլընտրանք, որը դեռ մինչև իշխանության գալը արդեն ներկայացվում է որպես Ռուսաստանի պլան, այսինքն պուլտ, որով Ռուսաստանը պետք է կառավարի Հայաստանը, իրավիճակը ավելի ողբերգական է թվում։ Ու դա Պուտինը արեց անթաքույց, սա իսկապես մտածելու տեղիք է տալիս։ Ռուսաստանի նախագահը այսքան վստահ է, որ իր ծրագիրը առանց խոչընդոտի իրականացվելու է և դրա համար էլ քողարկման կարիք չի տեսնում։ Եթե ոչ, ապա դժվար թե Մոսկվայում չպատկերացնեին, որ նման պահվածքը ներհայաստանյան կյանքում ավելի շատ հակառուսական տրամադրությունը կամրապնդի։ Այսինքն զուտ հայկական իշխանություն ցանկացող տատանվող ընտրողները ավելի շատ կհակվեն դեպի Փաշինյանը։ Մյուս կողմից, եթե Պուտինի նպատակը հենց Փաշինյանին օգնելն էր, ուրեմն ամեն բան իր տեղում է։ Դա, ինչպես ասում են, ժամանակն ու ընտրությունների արդյունքները ցույց կտան։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը զգուշացրել է, որ եթե Հայաստանը միանա Եվրամիությանը, նա այլևս օդային կապ չի ունենա Ռուսաստանի հետ։ Ներկայումս Եվրամիության երկրների հետ օդային հաղորդակցություն չկա, ինչը նշանակում է, որ Եվրամիությանն անդամակցելու պարագայում մենք Հայաստանի հետ օդային հաղորդակցություն չենք ունենա, ասել է նա։ Օվերչուկն ընդգծել է, որ Հայաստանի քաղաքացիները պետք է տեղյակ լինեն Եվրամիությանը մերձենալու Երևանի որոշման հնարավոր հետևանքների մասին։ Սա կարող է շատ կոպիտ հնչել, բայց մենք ուզում ենք, որ Հայաստանի մարդիկ հասկանան, եթե դա տեղի ունենա, ինչ կլինի, քանի որ որոշումներ են կայացվել Եվրամիությանը մերձենալու համար, ընդգծել է Ռուսաստանի փոխվարչապետը։ Հայաստանի խորհրդարանում այսօր կրկին թեժ քննարկումներ են ծավալվել զինծառայության թեմայով։ Պատգամավոր Հայկ Սարգսյանն է ներկայացրել իր նախաձեռնության թարմացված տարբերակը, որով մասնավորապես նախատեսվում է օրենսդրական հիմքեր ստեղծել գումարի դիմաց օրինական ճանապարհով ավելի քիչ ծառայելու համար։ Պատգամավորը ներկայացրել է զորակոչի հետ կապված թվերը և դրանից ազատվելու իր առաջարկները։ Բանակ զորակոչվողների տոկոսը նվազեց դառնալով 31-ից 35%։ 2010 թվականին ունեցել ենք շուրջ 44,000 ժամկետային, 2018 թվականին 25,000, երբ որ ասում էի, որ վատ է վիճակը։ 2024-ին թիվը դարավ 14,000։ 14 տարում զինվորների թիվը պակասել է ավելի քան 3 անգամ կամ 30,000-ով։ Ինչ եմ ես առաջարկում արդեն 2 տարուց ավել։ Զինվորների թվաքանակն ավելացնելու համար անհրաժեշտ է գործադրել հետևյալ համակցված քայլերը։ Առաջին, ծառայության սահմանային տարիքը բարձրացնել։ Երկրորդ, ծառայությունից խուսափելու համար բժշկական փորձաքննությունից հրաժարվելը քրեականացնել։ Երրորդ, ծառայությունից խուսափած անձանց տալ կարճաժամկետ ծառայության հնարավորություն մեծ գումարի դիմաց, որը արդեն սահմանել են 27 տարին լրացածների համար։ Չորրորդ, քաղաքացիությունից հրաժարվելու համար բարձր վճար սահմանել։
Այս քայլերով մեզ կհաջողվեր ավելացնել զորակոչի թիվը, ինչը մեզ հնարավորություն կտար կրճատել ծառայության ժամկետը 6 ամսով կամ 25%-ով եւ հավաքագրված գումարները տրամադրել ամբողջ ժամկետով ծառայող զինծառայողներին, որպեսզի իրենց ծառայությունը ավելի գնահատված լինի։ Այսինքն ծառայության ժամկետի կրճատումը չի եղել առաջնային նպատակ։ Դա հավելյալ արդյունք էր, որը մեզ կհաջողվեր միմիայն իմ ասած քայլերը անելու եւ զորակոչի թիվը ավելացնելու արդյունքում։ Այս թեմայի վերաբերյալ մյուս մտահոգիչ թիվը ենթադրաբար ծառայությունից խուսափելու հեռանկարով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերին է վերաբերում։ 2024-ի համեմատ այդ թիվը աճել է շուրջ 44%-ով։ Անկեղծ ասած մտածում էի, թե դրանք գաղտնի տվյալներ են, բայց երբ դա ասվում է ուղիղ եթերում ու ոչ միայն ասվում է, այլև ցուցադրվում, էլ ինչ գաղտնի։ Մի խոսքով լսենք ու դիտենք Հայկ Սարգսյանին։ Երբ պաշտպանության նախարարը որակում էր քաղաքացիությունից հրաժարվողների թիվը աններելի եւ սխալ եւ ասում է, որ դրա դեմը պետք է առնենք, այդ ժամանակ մենք ներկայացնում ենք 2024 թվականի թվերը։ 2024 թվականին միջև 18 տարեկան քաղաքացիությունից հրաժարվել է իգական սեռի 62 քաղաքացի, արական սեռի 1949 քաղաքացի։ Այսինքն շուրջ 2000 տղա մենք կորցնում ենք, որովհետև որևէ նմեխալիզմ չենք կիրառում։ Այս ժամանակ պաշտպանության նախարարը ասում է անդրադառել է եւ սրա դեմը պետք է առնի։ 2025 թվականին իգական սեռի քաղաքացիությունից հրաժարվողների թիվը գրեթե չի փոխվել, 62-ը դարել է 68։ Արական սեռի հրաժարվողների թիվը աճել է 44%-ով, հասնելով 2811-ի։ Այսինքն մենք մեր բանակի զորակոչի տարեկան 30%-ը կորցրել ենք, միայն այն հանգամանքով պայմանավորված, որ անցած տարի մայիսին նախագիծը մերժվել է հանձնաժողովում։ Եթե մենք հիմա նույնպես չընդունենք օրենքը, եւս ամեն տարի 30%-ով զորակոչ ենք կորցնելու։ Եվ այդքանից հետո դեռ մարդիկ կան, որ արցախցիներին են մեղադրում բանակից խուսափելու մեջ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվողների այս բազմությանը հակառակ բազմաթիվ արցախցիներ այսօր հերթ են կանգնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելու համար, եւ նրանցից շատերը այսօր կամ պայմանագրային կամ ժամկետային զինծառայողներ են։ Իսկ թե ինչու 2023-ին Երևանը փաստացի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից զրկեց բոլոր արցախցիներին, նրանց միանգամից զրկելով նաև ժամկետային զինծառայության մեկնելու հնարավորությունից, մնում է միայն գուշակել։ Հայաստանի հետ խաղաղությունից խոսել է Ալիևը, Հարավային Կովկասը դառնում է խաղաղության, անվտանգության եւ համագործակցության կենտրոն։ Ըստ ԱՊԱ-ի այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահը Վրաստանի վարչապետի հետ ասուլիսում։ Վրաստանի վարչապետը նշեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը, առևտուրը նույնպես կարևոր է այս ոլորտում։ Այսօր Ադրբեջանի եւ Հայաստանի միջև առևտուրն իրականացվում է Վրաստանի միջոցով։ Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Վրաստանին դրա համար, ընդգծել է Ալիևը։ Արցախում ադրբեջանցի օգտատերերի կողմից նկարահանված տեսանյութերից երևում է, որ ջարդված են Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր հովանու Մայր տաճարի պատուհաններից մի քանիսը։ Այս մասին ահազանգում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող Monument Watch կայքը։ Մահացել է գրող, հրապարակախոս, հասարակական եւ քաղաքական գործիչ Զորի Բալայանը։ Այս մասին կիրակի ապրիլի 5-ին հայտնել է նրա որդին Հայկ Բալայանը։ Զորի Բալայանը 91 տարեկան էր, նա Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակիցներից էր։ Հակառակ իր անձի շուրջ առկա հակասական գնահատականներին նա ամբողջացնում էր մի էպոխա, մի գաղափար, որին հավատացել ու որով ոգևորվել են 100 հազարավոր հայեր։ Նրա մահը բավական խորհրդանշական ժամանակներում է։ Երևանը հրաժարվում է Ղարաբաղյան շարժումից եւ ամեն կերպ պայքարում այդ շարժման տարաբնույթ դրսևորումների դեմ։
իսկ Զորի Բալայանը տասնամյակներ շարունակ համարվել է այդ շարժման առաջամարտիկներից մեկը։ Այսքան այսօրվա համար իրադարձությունները զարգանում են արագ ու անկանխատեսելի, այնպես որ ամուր եղեք ու մի քիչ էլ զգույշ, կհանդիպենք։